Շնորհակալություն, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ։ Պարոն Մեսրոպ Մանուկյան, թափանցիկությունից եք խոսում, չլինի որոշել եք Քոչարյանի ցուցակով փակամավոր դառնաք, մեր ժողովրդին թափանցիկ ասեք էլի այդ մասին։ Սկսել եք կոստյում հագնել ավականու նիստերին, չհաշված մյուս նիստեր էլի ավականու։ Թափանցիկությունից եք խոսում, ասեք, որ 2024 թվականին 130-ից ավել բակ կառուցվել Երևանում, եւ 2025 թվականին նույնպես 130-ից ավել բակ կառուցվել Երևանում։ Արդիականացվել է ողջ քաղաքի լուսավորության համակարգը։ Այսինքն Երևան քաղաքում չկան այլևս հին լուսատուներ, բոլորը Երևան քաղաքում 100%-ով մենք ունենք արդեն LED լուսատուներ Երևան քաղաքում։ Դրա մասին խոսացեք թափանցիկ կերպով։ Խոսեք նոր բարեկարգվող այգիների եւ սալարկված մայթերի մասին, բազմաթիվ։ Էլ չասեմ մանկապարտեզների եւ դպրոցների մասին։ Դրա մասին խոսացեք թափանցիկ կերպով, ոչ թե թափանցիկ կերպով ժողովրդից թաքցրեք, որ դուք Քոչարյանի ցուցակով փորձում եք պատգամավոր առաջադրվել, կամ դեռ խմբակցությունից որոշ մարդիկ։ Դրա մասին խոսացեք։ Իսկ ինչ վերաբերում է ավտոբուսում չվճարողներին, Ժորժ ջան, տուգանում ենք, տուգանելու ենք եւ ոչ մի կերպ չենք կանգնելու այդ որոշումից յետ։ Ինչի համար։ Հանրային պահանջից եք խոսում։ Հանրային պահանջը ձևավորվում է ընտրությունների արդյունքում։ Հանրային պահանջը այն քաղաքական ուժը, որ ստացել է ավելի շատ քվե, լինում է հանրային պահանջը տենց։ Հանրային պահանջը այնա, որ ժողովուրդը ասում է գնացեք ու տուգանեք այն մարդկանց, ովքեր որ չեն վճարում ավտոբուսի օգտվելուց համար։ Հանրային պահանջը այդ է։ Հանրային պահանջը այնա, որ Երևանցին արժանապատիվ Երևանցին ցանկանում է ունենալ արժանապատիվ տրանսպորտ, որ այսօր Երևանի քաղաքապետարն ամեն կերպ գնում է դեպի դրան եւ քայլ առ քայլ դա երևում է, ուղղակի դուք չեք կարող ասել, որ չի երևում։ Եվ ասում է, որ տուգանեք այն մարդկանց, ովքեր որ չեն ուզում վճարել այդ արժանապատիվ տրանսպորտին օգտվելու համար կամ այդ ճանապարհից ետ կանգնողների համար։ Կամ ասում է պարոն Սուքիասյանը, քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպում ամանորյա կամ Երևանի միջոցառումների հետ կապված։ Ես չեմ հասկանում, պարոն Սուքիասյան, մանկապարտեզ չեք ուզում կառուցենք, դպրոց չեք ուզում կառուցենք, միջոցառում չեք ուզում անենք երեխեքի համար, բա դուք ինչ եք ուզում անենք ընդհանրապես մենք։ Այս ամենը խոսում է ձեր քաղաքական ինքնության մասին։ Ուրիշ ոչ մի բանի մասին չի խոսում այս ամեն ինչը։ Ասենք ո՞նց եք պատկերացնում, լավ, աման օրա ու Երևան քաղաքը, մայրաքաղաքը Հայաստանի Հանրապետության միջոցառում չպիտի կատարի իր քաղաքացիների ու երեխաների համար։ Այս մասը չեմ կարողանում ես հասկանամ։ Ձեր զարգացման հայեցակարգը է սա։ Ու այս ամենը Երևանցին տեսնում է։ Թե դուք չեք եղել Հանրապետության հրապարակում, չեք տեսել ժողովրդի տրամադրվածությունը ու գոհունակությունը կազմակերպված միջոցառումներից, որ ուղղակի Երևանի Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ա եղել։ Ու լինելու է ամեն տարի ավելի զարգացած ու ավելի կատարելագործված։ Ժորժ ջան, մի խոսացեք ուղղակի դուք թափանցիկությունից, առհասարակ դուք ոչ մի բանից մի խոսացեք, Ժորժ ջան։ Դուք առաջիկա ընտրություն ենք տեսնենք, ով ձեզանից անհատապես որ քաղաքական ուժի ցուցակում կլինի կամ որ քաղաքական ուժին կսատարի ընտրությունների ժամանակ, չնայած արդեն պարզ է։ Շնորհակալություն։ Подписывайтесь на наш новостной канал в Телеграме, чтобы не пропустить последние новости Армении.